Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարց է ուղղվել, թե արդյոք այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության բռնված կնոջը հրահանգվել է ազատել աշխատանքից։ Ավինյանը հերքել է նման լուրերը եւ պնդել, որ նման բան բացառվում է։ Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից, անկախ ամեն ինչից խոսքը գնում է կնոջ մասին, ով կորցրել է եղբորը։ Իհարկե դա չի նշանակում, որ մենք պատասխան չենք տալու, բայց նաեւ չի նշանակում, որ մարդը պետք է հեռացվի աշխատանքից, ասել է Ավինյանը։ Քաղաքապետը երաշխավորել է, որ նման բան հնարավոր չէ եւ առաջարկել է այդ առումով լինել անհոգ։ Անդրադառնալով շրջանառվող լեքսիկոնին, քաղաքապետն ասել է, որ իշխանության ներկայացուցիչների լեքսիկոնը բավարար չափով կոշտ չէ, իսկ Ղարաբաղից խոսում են նրանք, ովքեր պատերազմի օրերին մաքսիմալ հեռու են եղել Ղարաբաղից։ Ավինյանը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքն անձամբ է եղել Ղարաբաղում։ Նաեւ ասել է, որ իր մեքենայի ուղղությամբ կրակել են, իր արարողակարգի պատասխանատուն վիրավորում է ստացել, վարորդը նույնպես վիրավորվել է, իսկ գրասենյակի ղեկավարը մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին։ Բաժանորդագրվեք Armpulsem-ի սոցիալական ցանցերում։